անցած տարվա համեմատ մոտավորապես մի 50-ի սահմանում ավել են վճարը նույնիսկ լույսը, գազը։ Հիմա այս ամիս մենք պետք է վճարենք մի 55 մոտիկ։ Այսինքն անցած տարի Անցած տարի 50,000, ոնց որ գազը այս տարի ավելի շատ լույսի հետ միասին։ Ես աշխատանության թոշակառում 36,000 դրամ ոչ, եթե կողքից օգնողներ չլինեն չեմ կարողանա։ Իսկ ինչ կուզեիք փոխել, ինչ բան Եթե վարչապետին կարողանանք փոխել, շատ լավ կլինի։ Կոմունալներ այս ամսվա շատ եք վճարել։ Լադեր չեմ վճարել, բայց հավանական է շատը։ Իսկ այս թանկացումների ֆոնին թոշակը բավարարում է այս ամեն ինչին։ Դե բնականաբար բացարձակ։ Դե եթե կողքից երեխեքս մի քիչ չօգնեն, չեմ կարող ոչ բան։ Համապատասխան մարմիններ նորական այնքան տեսնում ու լսում եմ, եթե ձայն են բարձրացնում բոլորը, բայց չեմ կարծում, որ իրականություն դառնա կամ հաշվի առնեն թոշակառուի խոսքը։ Իմ խոսքը այնա, որ այնքան բավարար եղնի, որ մինիմալ ձևով մարդը հասցնի իր ամսվա ծախսը իրականացնի։ Այդքան բան։ Հագուստի մասին չենք խոսում, կողմնակի ծախսերի մասին չենք խոսում։ Մենք շատ խնայողաբար աշխատում ենք, ջվատնենք։ Իսկ թոշակը ընդհանրապես բավարարում է եւ կոմունալ ծախսերին եւ ընդհանուր ամսվա։ Դե իմ երեխաները ինձ օգնում են։ Թոշակառուն ավելացնեն, այդ քեշբեքները շատ մարդիկ չեն կարողանում, նույնը ես չեմ անում, ասենք ես ու ամուսինս ենք միասին, հա, պրոստը ավելի լավ ավելացնեն, քան քեշբեկի տա։ 50,000 պետք է առևտուր անեմ, ինձ պետք չի, որ 50,000 առևտուր, ո՞նց անեմ ես, եթե պետք չի առնեմ տանը գցեմ, ինչ անեմ, որ ինչա մի 5,000 դրամ անիմաստ է։ Ոչ մի կոչի չունեմ, պետությունն է, կանի չի անի, ինչ ասել։ Հենց չի բավարարվում, բայց ես աշխատող եմ աշխատավարձով, բայց ինչքանով է ճիշտ, թոշակառուն ոչ կարա համ ապրի, համ կոմունալ մուծի ու եթե թղթադրամը չի հանվելու։ Եթե գցեն մեջը, ասենք այդ թոշակի քարտով կարողանան մուծումներն անեն, հետ չի բավարարում, բայց ինչ արած, ապրում ենք։ Ծիծաղելու բան եք ասում, լավ եք էլի, բավարարում է, նույնիսկ ծիծաղելի ավելանում էլ է։ Թոշակառուինով է լավ բան մտածում անում, ով է մտածում թոշակառուի մասին, թոշակառուն չգիտի 10,000 դրամը որտեղ ծախսի, մենակ դեղատներում։